Այն, որ վերջին մի քանի տարիներին կալանքների թիվը կտրուկ աճել է, փաստում են նաև իշխանականները։ Ապրիլի 1-ի դրությամբ ձերբակալվածների թիվը քրեակատարողական հիմնարկներում գերազանցել է դատապարտվածներինը։ Իշխանական падգամավորներն էլ են փաստում, շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար։ Ստացվում է դատախազությունը, քննչական կոմիտեն եւ մյուսները ստանձնում են դատարանների դեր, զրկելով մարդուն ազատությունից։ Падգամավորները վերջին օրերի կալանքի դեպքերն են հիշեցնում։ Բժիշկ ձերբակալվեց Գյումրիում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն էլ հակառակն է պնդում, թե Հայաստանում համատարած կալանավորման դեպքեր չկան։ Փաստաբանական համայնքն էլ է փաստում, որ քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետից ավելի երկար են պահվում կալանավորները։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ կալանքի մեջ սահմանված ժամկետից երկար պահված կալանավորը փորձել է ինքնասպանություն գործել։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քերեական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Հայաստանում ոչ միայն կալանքն է անհամաչափ կիրառվում, այլ նաև ոստիկաններն են անհամաչափ ուժ կիրառում օրինակ խախտի նկատմամբ։ Երբեմն էլ դրանք ուղեկցվում են մարմնական ծանր վնասվածքներով, լինում են նաև մահվան դեպքեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում։ Շատերը կհիշեն մարզային ոստիկանական բաժիններից մեկում ինչպիսի բիրտ ուժ էին կիրառում քաղաքացու նկատմամբ։ Նրան ձերբակալած գետնին պարկեցրած ոստիկանները։ Երկու օր է ազգային ժողովի падգամավորները իրավապահ պետական մարմինների ներկայացուցիչներից հետաքրքրվում են, թե ինչ փուլում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործը։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարի վրա հարձակում տեղի ունեցավ։ Արարատ Միրզոյանի աչքն էին վնասել։ Հարգելի իրավապահ համակարգի գործընկերներ, այո, 5 տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչ օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այդ տեմպերով հավանաբար նույն ասկայից գործերով վաղեմիության ժամկետները կլրանան։ Իշխանական կողմը կրկին հպարտանում է, ընդդիմությունը սահմանադրական դատարանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը քննության առնելուց հետո պարտվել է։ Իշխանական թևն էլ անհնար է պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը, երբ միևնույն ժամանակ ջանքեր են գործադրվում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչել։ Կարելի ասել ձեր վաթերլոն էր, հարգելի գործընկերներ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ վաթերլոյի հետևանքները դուք դեռ շատ երկար եք բան անելու, քաշելու, որովհետև սա անշրջելի process է։ Ընդդիմադիր падգամավորի ձևակերպմամբ իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիայի մեղադրանքը քարոզչական ֆոն է, այլապես ըստ падգամավորի կոնկրետ մարդիկ կձերբակալվեին ու կդատվեին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։